Մարդբնություն հարաբերությունների մարդու վրա բնության երևույթների ազդեցության մասին են պատմում մոտ 3 տասնյակ դիմանկարները, որոնք նկարիչ Գայ Ղազանչյանը ցուցադրում է Հայաստանի նկարիչների միությունում։ Կոնկրետ մարդիկ չեն, խորագիրը ռեզոնանս է։ Ես այս նկարներով ուղղակի փորձում եմ իրականության հարաբերությունը, իրականությունը ինչքանով է հարաբերական, հա, այդ գաղափարն եմ հետապնդում, այդ իմ ստեղծագործական ուղին է, էլի արդեն քանի տարի է ես այդ գաղափարով եմ առաջնորդվում։ Ու այս հերթական իմ շարքերից մեկն է, թե ինչպես է մարդը ռեզոնանսում, ասենք, իր շրջակա միջավայրի հետ։ Ռեզոնանս խորագրով ցուցահանդեսում ներկայացված դիմանկարները հեղինակի վերջին 1.5 տարվա աշխատանքներն են, նշում է յուրաքանչյուր կտավ արտահայտում է այն էմոցիան, որն ինքն ունեցել է այդ գործը ստեղծելու պահին։ Զգացողությունն է իմ համար ավելի կարևոր, քան ինչ-որ կոնկրետ մարդկանց նկարելը, ես իմ համար կարևոր է, որ ամեն մի կերպար ինքը ինչ-որ մի էներգիա իրանից արտահանի ու դիտորդը այդ էներգիան վերցնի ու ռեզոնանսվի այդ էներգիայի հետ ու զգա որոշակիորեն այն զգացողությունը, ինչը որ ես եմ վերապրել իրանց ստեղծելուց։ Սուրեն Սաֆարյանն ուրախ է միության հարկի ներքո ընդունելու հերթական երիտասարդ նկարչին։ Նրա խոսքով գործ ունենք հետաքրքիր ու ասելիքով արվեստագետի հետ։ Քանի որ ճանաչում եմ Գային, ճանաչում եմ նրա ընտանիքը եւ շատ գնահատում եմ Գայի արվեստը, ես կարող եմ ասել, որ քաջ ծանոթ եմ եւ նաեւ էքսպոզիցիայից սկսած հետեւել եմ եւ երկար նայել եմ այս ցուցահանդեսը, շատ հակասական են զգացումները եւ չես կարող մեկ բառով բնութագրել, թե ինչ ես զգում, բայց զգում ես այն, ինչ կատարվում է այսօր առօրյայում եւ քեզ հետ։ Քանդակագործ ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը նույնպես տպավորված է ցուցադրությամբ, ասում է Գայը հեռանկարով արտիստ է, իսկ նրա ստեղծած գործերը շատ համարձակ են։ Ամեն մարդ վերցնում է այնքանով, ինչքանով որ կարողանում է, ինչքանով որ իր ներքնաշխարհը թույլ է տալիս վերցնել։ Այնպես որ բոլորը չեն որ կարողանում են վերցնել։ Մարդկա կարողա դուրը չգա իմիջայլոց։ Բայց ես ասում եմ որպես եթե իմ գնահատականն եք ուզում, շատ բարձր է, շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման արվեստագետ։ Նկարիչ Ժորա Գասպարյանը Գայ Ղազանչյանի համակուրսեցին է։ Արվեստում առաջին քայլերը միասին են արել, այսօր արդեն ներկա է ընկերոջ ցուցահանդեսին։ Միշտ ինչ-որ մի նոր բաներ ներկայացնում է, որովհետև ինքը այն տեսակն է, որ երբեք չի դադարում էքսպերիմենտներ անել։ Այսօր իմ համար ինքը ներկայացավ շատ ավելի լայն, շատ ավելի մասշտաբային։ Ճիշտն ասած հետևել եմ ընթացքին, բայց հիմա շատ ուրախ եմ այս ամբողջապես մի հատ ամեն ինչի պտուղը տեսնելու։ Դիմանկարների շարքին արվեստասերը կարող է ծանոթանալ մինչև ապրիլի 17-ը։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։